Ոնց է պատկերը։ Իջցնենք, բարձրացնենք, չգիտեմ даже։ Սենց։ Էլի չստենք դեքև։ Ինչ թարի։ Շո, շնորհակալություն, հաջողություն, կապը սրանով։ Այսը կրճատեցիք։ Այր։ Մի րոպե։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը։ Մենք պետք է եթեր դուրս գայինք 3, բայց ելնելով որոշակի հանգամանքներից մենք եթեր դուրս չեկանք, դուրս ենք գալի այսօր մի փոքր ասած խառախշտիկ իրավիճակ է մեզ մոտ, որը պայմանավորված է հանրային ձայնի, այսպես ասած, տեխնիկական խնդիրների հետ, տաղավար, մաղավար եւ այլն։ Միանգամից ուզում եմ ասեմ, որ մենք երկուշաբթի օրը եթեր չենք ունենալու, փոխարենը հանրային ձայնը կհեռարձակվի երեքշաբթի օրը, կանենք այս հետ տնենք, որ մեր TikTok-ի ժողովուրդ չվիրավորվեն։ Եվ ասենք այսօրվա մեր թեմաներին։ Մեր բոլոր, այսպես ասած, անդամները այստեղ են, պարոն Աբազան, Սասուն Խաչատրյան, Հաճելի Մարդ, Անդոյ, Արգիշտ, Վահե Ղազարյան, Ուգլավո, Ռուզիկ եւ իհարկե Քրիստիկ։ Մենք ահագին բան, ոչմ կրճատել ենք, ուստի ներս հրավիրեք այսօրվա մեր հյուրերին։ Ներս ենք հրավիրը ինչպես միշտ Ցուցուլյան Բոզի տղուն, որ գանստի Վահե Ղազարյանի կողքը։ Так, քերակատարողական վարչության պետին, արդարադատության նախարար, Հմեկ հեռուստաընկերություն, իա բանով, ղեկավար կազմով, Ավինյան Բոզի տղեն քաղաքապետարանով, Так, дальше. Ստեղ այդ Ավինյանը, պետական գույքի կառավարման մինիստր կա ինչ-որ տենց խոճուժ աղբիտաղաղ դա, սա ստեղը, սա կզանգվի, Ձիվա և Քրեզի գիշերային ակումբի սեփականատերերը, այսինքն ղախպի տղեկը, NVD-ստեյա, KGB-ստեյա, Էժմիածնի քաղաքապետ Ձինուլիկն ուրին մարդու հետ, անցեք նստեք հարգաժան նորապսակներ, Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյան, մնացածը մենք արդեն ըստ հերթականության։ Ես նորից եմ ուզում հայտարարել, որ հանրային ձայնը երկուշաբթի օրը չի հեռարձակվի տեխնիկական պատճառներից ելնելով, մենք կհեռարձակվենք երեքշաբթի օրը։ Մինչև բուն թեմային անցնելը։ Սկսենք բողոքներից։ Նարեկ
մկրտչան։ Ուրեմն սիստեմատիկաբար, նորից եմ կրկնում, սիստեմատիկաբար, գրեթե եթե մենք ստանում ենք խոսքի օրինակ 10 դիմում բողոք, 10 դիմում բողոքներից առնվազն 2-ը վերաբերվում է թոշակավորման կարգին։ Նամանավանդ զինվորական թոշակի մասին է գնում խոսքը, զին հաշվանդամների մասին։ Այն որ ձեր իշխանության օրոք զին հաշվանդամների քանակությունը Հայաստանի Հանրապետությունում տասնապատկվեց, դրա մասին ոչ մեկ չի բան վիճում։ Հիմա ուրեմն մարդիկ ուղարկում են անձեռ անվոտ իրենց լուսանկարները եւ ասում են նայեք պարոն Ղուկասյան, մեզ երկրորդ կարգից սարքում են երրորդ կարգ։ Զին հաշվանդամներին։ Ես չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ այս մոտեցումը, այն որ այս 10,000-ից ավել զին հաշվանդամները իրենց ընտանիքի անդամներով, որը գալի կանգնում է 40-50 հազար մարդ, մեղավոր են նրանում, որ դուք կրկնակի անգամ հելակ եւ վեր ընտրվեցիք, դրա մասին ոչ մի խոսք։ Ոչ մի նորմալ ցիվիլ երկրում, ոչ մի նորմալ ցիվիլ հասարակակ չէր կարող պարտված իշխանությանը 44 խայտարակ պարտություն կրած իշխանությանը կրկին անգամ վերընտրել եւ վերարտադրել։ Սենց բան չի եղել ոչ մի պետության մեջ։ Եթե դա դաժե լիներ երկնային գրասենյակից այդ ուղարկած ես չգիտեմ ես իմ ով ժողովուրդը հլնելու էր ասել դու պարտված բոզի տղա ես իզի նախսույ։ Բայց չէ, ձեզ նորից վերընտրեցին եւ հիմա ամեն օր մեկ չգիտեմ Երևանից, մեկ Ախուրյանից, մեկ Հոկտեմբերյանից, չգիտեմ տարբեր ոչ տեղերից, մեկալում գրում են պարոն Ղուկասյան երկրորդ կարգ էինք, շինեցին երրորդ կարգ էինք, ասին հելյուսիկ դիրեղի, դու արդեն առողջ ես, դեռ չպրծով, կլա։ Համ ոտնաճ է, համ ձեռնաճ է։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ մեթոդիկայով եք դուք առաջնորդվում, երբ որ բացահայտ ոտքը, ձեռքը ամպուտացված մարդուն վեկալում եք երկրորդ կարգից շինում եք երրորդ կարգ։ Ձեռը աճավ։ Ես հասկանում եմ ստեղ են պահնա, որ դուք ինչ էլ անեք, ձեր զոմբի մասան, ձեզ ասում է ավելի խորը, ու դուք ավելի խորն եք ուզում կողեք, բայց ձեր խերի չափը մատնոցի չափը, էլ խորը չի է թեմ։ Նրանք էլ գիտեն, թե դուք ընդամենը գալով կենեք մցրել, ու մնացածը հələ պիտի մտնի։ Այս խափուսիկ իրավիճակն է։ Բայց զոմբի մասան չի հասկանում, որ եղած, չեղած, ճուճուլիկ։ Ինչ է դրա անեմ ամբոզի տողը, պուպուլ է, ճուճուլ է, էդ տա։ Ու երբ որ ինձ գրում ասում են պարոն Ղուկասյան երկրորդ կարգից ինչ շինեցին երրորդ կարգ, հարցնում եմ տղա ջան, ում ես ընտրել։ Ասում են Նիկոլ Փաշինյան։ Բայց ասում եմ հիմա իզի չես ուզում։ Ես հիշում եմ այն Շենգավիթի հայտնի կադրերը, որ հելել է Շենգավիթով քայլմել, մարդ կնիկ, երեխա, գիշերանոցով, պեժամայով, եսի ինչով, բջերին վրան խփած, հելել Նիկոլին ձեռով էին անում։ Ոնց որ թե որ ասում է Ցեզար վաշով Կայր։ Հասկանում եք։ Ոնց որ հաղթանակած բանակի հրամանատար էր։ Բերանը դրին, ծծրին, ճամփու դրին։ Օլդը Փաշինյան։ Եվ հիմա այս մարդիկ որ դիմում են, ես հիմա ուզում եմ դիմեմ ընկեր զին հաշվանդամներին։ Հարգարժան զին հաշվանդամներ։ Հանրային ձայնը իշխանություն չի։ Եվ ոչ էլ սոցապ նախարարին ես բերել եմ իմ տնից։ Իմ վերաբերմունքը հետևյալն է, այսինքն հանրային ձայն կուսակցության վերաբերմունքը թոշակավորման կարգին հետևյալն է։ Եթե մարդը չունի ոտք կամ ձեռք, այսինքն ինչ-որ մի օրգան ամպուտացված է, գոնե մի օրգան, այդ մարդը չի կարող լինել երրորդ կարգի հաշվանդամ։ Նա պիտի լինի երկրորդ կարգի հաշվանդամ։ Ես չգիտեմ օրենքը ոնց է գրած։ Ես ասում եմ, այն ինչպիսին պիտի լինի իմ օրենքը։ Երկրորդ կարգի հաշվանդամ։ Եվ երկրորդ կարգի հաշվանդամություն ունեցող մարդը չպիտի 5-7 տարի ամեն անգամ տարին մի անգամ գնա կոմիսիա անցնի, տպավորությունը որ այդ ձեռը աճավ կամ ոտերը աճան։ Եթե այդ մարդը չունի ոտք
ձեռք կամ ոտներ եւ ձեռներ։ Ամեն տարի գալիս է կոմիսիա անցնամ որինչ։ Ես դա չեմ կարող հասկանամ։ Ասում է կարող է կոմիսիան խափել է։ Մի անգամ խափին անդամները կեղծիկ արին, երկրորդ կոմիսիան կեղծիկ արեց, երրորդ այդ սաղ կոմիսիաները ոչ թե բան են անում, կեղծիկ են անում։ Ու 5-7 տարի պիտի մարդը գնա, ասի տեսեք իմ ոտը չի աճե, իմ ձեռը չի աճե, իմ խերը չի աճե, ես պիտի մնամ երկրորդ կարգի հաշվանդը։ Մարդ երկու անգամ, վсё։ Երկու անգամ գնաց կոմիսիայի, հենց դաժե կարելի է մի անգամ, բայց եթե մենք ընդունում ենք, որ կարան լինեն բժիշկներ, որ ձեռու ոտ ունեցող մարդուն վեկալ են գրեն չունի ձեռու ոտ եւ տան թոշակավորում, դա մեր թողնի երկու անգամ։ Երկու անգամ հետո կոմիսիա անցնելուց հետո մարդը մնում է ցմա տվյալ կարգի հաշվանդամ։ Եթե տվյալ զին հաշվանդամի կամ առհասարակ հաշվանդամի առողջական վիճակը չի վատարանում հետագայում կյանքի ընթացքում։ Այն մյուսն ասում է, ես բան ունեմ հաշվանդամություն եմ առաջի կարգ եւ ստանում եմ 30 քանի հազար դրամ։ Ես ոչ մի ձև չեմ կարող հասկանամ առաջի կարգի հաշվանդամը ոնց կարա ստանալ 30 քանի հազար դրամ։ Մենք այդ թեմային երեքշաբթի օրը ամենայն հավանականությամբ կանդրադառնանք։ Ասում ես ո՞ց ալում, ասում դե դու չես աշխատել, ինչ են պատասխանել։ Այդ եթե այդ մարդը 24, 22 կամ 21 ոչ տարեկանում ծառայության հետ կապված կամ հիվանդության հետ կապված ոտը ձեռը վեկալ եք ամպուտացրել եք, այդ մարդը որտեղից աշխատեր։ Սենց բոզի տղություն չկա, ու այս ազգին սենց վերաբերվում են, այդքանից հետո ասում են Նիկոլ եւ վերջ։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Այ սրա ամբողջ մեղավորը նորից նախկիններն են։ Ինչով, երբ որ դպրոցներում Քոչարյանի ժամանակվանից սկսած գնաց ուսուցչի մանկավարժի դերի անկման process-ը։ Սովետի ժամանակ մենք չգիտենք մեր դասատուն քաքմա թե շռմա կամ вообще զուգարան գնամա թե չէ։ Այն նման ձևով էինք մենք դաստիարակված։ Որ ուսուցիչը երկրորդ մայր։ Ուսուցիչը սուբ սրբոց։ Իսկ այսօր ուսուցչին ինչ ձև ուզում են, դնում են ու ֆրցնում են։ Դրա համար այս տիպի բանամեծանը սերունդ։ Մենք երեխեքով իր մեջ հարց ենք տալի, մկրչան լիդան զուգարան գնամա թե չէ։ Երբ որ բան 4 դասարան էինք, հարգանքները Տիկին Մկրչյան, հայ Դիմիջալոց հաղորդումը դες մի քիչ բանով սկսվեց էմոցիոնալ ֆոնի վրա, ես ուզում եմ շնորհավորեմ բոլոր կանանց մայրերին եւ քույրերին անցած ապրիլի 7-ի տոնի կապակցությամբ մենք այդ օրը եթեր չունեցանք ուշացումով, բայց շնորհավորում եմ հարգանքներս ողջ մանկավարժական դասախոսական կոլեկտիվին։ Ես գտնում եմ, որ սա օրենքի բացն է եւ մարդը, որը որ կորցրել է ակնհայտ աչք, ոտք, ձեռք եւ այլն, պետք է մի անգամ, երկու անգամ պատալոգ անցնի կոմիսիա եւ վերջ։ Հավիցենս պրոթեզ կդրվի, չի դրվի, նամալավան ձեր տվասման պրոթեզները, միևնույն այդ մարդը մնում է երկրորդ կարգի հաշվանդամ։ Վերջ։ Բայց նարեկ Մկրչյան ղախպարկը իա հանձնաժողովներով եւ այլով մասսայական երկրորդ կարգի ժողովրդին շինում են երրորդ։ Երրորդն էլ ասում են դու առողջ ես, էլի գնա բազի։ Անունչը բալիկը մասնակցես օլիմպիադայի։ Իմիջալոց, ես են օրը, պարոն Աբազյան, ասնում էի Ստանիսլավսկու անվան թատրոնի մոտով։ Ինձ հետաքրքրեց, այ մորտես ինչ են անում, քանդել են, բլել են, շինարարություն են անում, պատեն շարում, ես ինչ է, ինչ են անում դե, Աբազյան, դու խաբար չես։ Ո՞վ խաբար, հաճելի մարդ դու խաբար ես։ Դու խաբար չես։ Այդ ինչ են անում, իտու այդ եկեմ այդ ոչմ թատրոնի ոչմ տարած Հələ պետք է հետաքրքրվել մի հատ, այդ ինչ կատարում այդ բանում Ստանիսլավսկում։ Ստեղ ինչ ունենք։ Մենք մի փոքր եթերը բանը մաղել ենք։ Իմիջալոց քանի որ գնաց խոսք այդ ոչմ թատրոնից դր, ինձ հետաքրքիր է Կատիլակ Սերոժն ու աղջի։ Հələ մի հատ Կատիլակ Սերոժն ասեք գա ներս։ Ներս արի այդ է։ Սերոժ Ես ուզում եմ հասկանամ, դու էլ խոմ սովետի մարդ ես, չէ։
Սովետական հասարակարգում մեծացած, հեղինակություն վայելող, թասիբ արժանապատվություն եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, այդ պատը, այդ սյունը արժեր, որ քո տուն ու տեղը ընտանիքը Ավինյան Տիգրանը հենց հիմա նորից պիտի գա ծածցնի։ Ես Ավինյան Տիկոին եմ գրգում։ Ավինյան Տիկոն այսօր մտնում է քո տուն, ինչքան էքեղեն ու որցեղեն կա, սաղին ծածացնամա 18 տարեկանից բարձր։ Դու բոզի տղա ես, կատիլակ սերոշ, քո նման անթասիբ, անինքնասեր, փող արշակ տվա, արշակն էլ էր քո նման, արշակն էլ քո նման բոզի տղա էր, սուտ խոսան, ղապեպո, կծող, 2 տարի դու ինձ քո մատների վրա ֆրծրիր, ամառն ասում էր ոչ ձմեռը կնի, ձմեռն ասում էր ցուկտա բիտոնն աբան բլեմ, գարունն ասում էր այդ քարի չեն կարեմ ճարենք, աշունն էլ ասում էր կնիկը ստոլբի տակ ծածամա, մենք չենք կարա աշխատանքներ անենք։ Դու հասկանում ես դու ինչ մարդու տեսակ ես։ Ես քեզ սիստեմատիկաբար բերելու եմ ստուդիա, ծածցնեմ ճամփու դնեմ։ Վայ Ղազարյան, Ավինյան, վեկալեք մցրեք տուալետ, ծծրեք կատիլակ սերոժին, հետո ետերից հետո գնամ եք կատիլակ սերոժին ստուն։ Նավարին ծծցնելու։ Հարց չկա, եթե այդ 2 կտոր փողը ավելի թանկ է, քանի է հեղինակությունը, պատիվը, ու արժանապատվությունը, կատիլակ սերոժ, մեր բոզի տղա սերոժ։ Վсё, ծծրեք։ Նորացել է հիշով։ Կապված հա, այ մեկ էլ։ Ուրեմն քանի որ մենք խոսեցինք զին հաշվանդամներից, համացանցում տարածվել է ինֆորմացիա, ես ուղղակի չեմ ուզում աղբյուրը նշեմ եւ հրապարակեմ, ֆոտո մատերիալով, որ 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը կորցրել է ոչ թե 3000 քանի զինծառայող, այլ 5464 զոհ։ Ես ուզում եմ հասկանամ Սուրեն Պապիկյան կամ Նիկոլ Փաշինյան բոզի տղեկը ինչի են այս թիվը թաքցրել։ Ես մտածել թերթելով, իշտում ես անուն ազգանով, ծննդյան թվով, ամեն ինչով նշված է, անուն, ազգանուն, հայրանունով զոհվածների ամբողջական թիվը 5464։ Այն որ ասում են 3000 կան, 4000 կան եւ այլն, բանից բարձրում է ոչ։ Այն մարդիկ ովքեր ես ուղղակի չեմ ուզում հաղումը մենք դնենք, որովհետև այդքան էլ բարեկամական երկիր չի ճակերտների մեջ, բայց նայում ես որ իրոք անուն առանուն, ազգանուն առազգանուն զոհերի թիվը նշված է։ Ես ուզում եմ որպեսզի ինգեր բանան, եթե դա սուտ է, հերքի։ Ես էլ արդեն խոմ բանը չի, Ардանիշի միջադեպը, որ քպական բոզի տղեկը ինֆորմացիան տարբեր աղբյուրներով մատուցեցին ժողովրդին եւ հանրային ձայնին։ Սրանից հետո ցանկացած ինֆորմացիա, որը որ գալու է սահմանի վերաբերյալ, անձամբ ստուգվելու է մի քանի անգամ, անձամբ։ Զանգահարել են 180 դպրոցից Երևան քաղաք եւ ահազանգում ասում են պարոն Ղուկասյան դպրոցը ցանկանում են անվանափոխել Զաբել Եսայանի անունով եւ բանը պրիտոմ շատ հապճեպ ես չգիտեմ ով է Զաբել Եսայանը որոշեցի որ ասում եմ պրագուգլից գուգլեցի տեսա ինչ որ մի կին է որը որ չգիտեմ բանաստեղծուհի եւ այլն ծնվել է Ստամբուլում մահացել է Սիբիրում Գուլագ բայց թե Ավինյան Տիգրանը Զաբել Եսայանին որտեղից է գտել, որտեղից է այս կնգան բերել եւ ինչի է ուզում 180 դպրոցը կոչվի Զաբել Եսայանի անունով ես չգիտեմ։ Ոչ մեկնաբանում եմ, ոչ եմ անում, հիմա եթե պիտի ընտրեն Զաբել Եսայան, то ընտրեն Զաբել Եսայան, դպրոցի անունը։ Մյուսը արդարադատության նախարար Գիգիշիկ, stand up my darling։ Ուրեմն մինչև օրս քերակատարողական հիմնարկներում ջրի հարցը լուծված չի։ Այն որ ասում էիք շաբաթական 20 լիտր, այն հմեկն էլ վազելով եկավ նկարահանեց, դրեց, ցույց տվեց, ասես տեսեք, շաբաթական քանի օր անցել։ 10 օրից ավել անցել է հմեկի ռեպորտաժից հետո։
Ես ուզում եմ հասկանամ ինչն է պատճառը, որ մինչև որս այդ հրամանը ձեր մոտից, դաժե եթե ոտով այդ հրամանը արտադրության նախարարի շենքից դուրս գար իշներ այն ժամանակ քերակատարողական վարությունը, եթե չեմ սխալվում, արշակունյացի վրա էր, առաջին մասը։ Եթե դաժե ոտով գնալ, արդեն վաղուց հասել է։ Ինչն է պատճառը, ինգեր արտադրության նախարար, Չախկալ գյոտ, որ 20 լիտր շաբաթական դատապարտյալին ջուր թողալը առանց բանը կշռելու տեղ չի հասնում։ Համեկով էլ հելան ռեպորտ, այս հիմա դիմում եմ համեկին, եթե համեկը այդքան լավ համեք է, то վաղը չէ, երկշաբթի օրը նորից լրագրող վերցնի այդ ուղարկի քերակատարողական որևիցե մի հիմնալ, ու հենց տենանք այդ ջրերի հրամանը տեղ հասելա, թե չէ, ինչի չի հասնում ղախպանք։ Ես ճշտում եմ բանից քերակատարողական վարչությունից որ հասկանամ ում մեղքով, քերակատարողական վարչությունը ասում է տուդի, վա надо звонить տուդի։ Բա տուդին դնեմ բենիդ մեջ, ուրա։ Եթե երկուշաբթի օրը այդ հրամանը չի հասել քերակատարողական հիմնարկներին, հեմեն դատապարտյալնի ու կալանավորնի գալիս են մտնել արդարադատության նախարարություն, կոնկրետ այն մարդիկ, ովքեր որ դրանով զբաղվում են, տնով, տեղով, նավարով, այդ թվում նաև քեզ, ծծցնեն ու դուրս գան։ Ինչքան դատապարտյալ ու կալանավոր կա, ղզղնած։ Հելա, ռեպորտաժ դրին, բա տեսեք, մեջկացեք, մենք այդպես լավ բան ենք արել։ Ստեղ միացած տարօրինակ այդ ինֆորմացիա է եկել, պարոն Աբազյան, ես չգիտեմ, սա ինչքանով է ճիշտ, բայց ախազանգում են Գյումրիից, ստուգեք մի հատ, ուրեմն քաղաք Գյումրի, կա Տիգրան Մեծ հացի փուռ, սեփականատերն է Ոմն Մրդո, Մարտին, ինքը հանդիսանում է գյուղմթերքի ներկրող, սող, կարտոշկա եւ այլն։ Կա այդտեղ ատամնաբուժարան, ինչ-որ ահազանգում են բան գյումրեցիք, կոչվում է Ստոն կլինիկա, 68 թաղամասում, Հիսուս հոթելի դիմացը, պաստորեն Հիսուս անունով հոթել կա լենագան, ես չգիտեի, ասում է ատամնաբուժները մարդուկին են, գումարած դրան, Մրդոն եւ այս մարդուկինը ինչ-որ համատեղ զբաղվում են նարկոտրաֆիկինգով։ Ես շատ այդքան լուրջ չեմ ընդունում, բայց քանի որ սա արդեն երրորդ զանգն է սրանց վերաբերյալ, ես որոշեցի ինֆորմացիա տրամադրել ձեզ, քանի որ մենք MVD չունենք։ Վաղազենա դուրս հայցուքանից։ Վերեգի պատտակ։ Քանի որ մենք MVD չունենք, չկա, այտենց հիմնար գոյություն չունի։ Նա թել տեսեք ինչ չա։ Մուտի տա, մուտի չի, ես չգիտեմ։ Ինֆորմացիա բարձրացան մեկ, նայեք տեսեք ինչ եք անում։ Ցուցուլյանը ստեյամ։ Ուրեմն, լավ, հեսա կանադարանք Ցուցուլյանին։ Ձինուլիկ։ Հաչելի մարդ, գրի։ Ուրեմն, քաղաք Էջմիածին Մեսրոպ Մաշտոցի 138 շենք, բնակարան 2։ Նորից եմ կրկնում, քաղաք Էջմիածին Մեսրոպ Մաշտոցի 138 շենք, բնակարան 2։ Առաջի հարկ 1 սենյակ։ Ուրեմն այս տանը հաճելի մարդ ապրելա ժամանակին Բաքվից փախստական ու Բաքվից եկած, տենց ասենք, ավելի շուտ Իվան Աբրամովիչ անուն հայրանունով ազնվորությունով մեկը, որը որ ապրել այն որ ասում է «Я сожительница Գիժ Ջուլիկի հետ», ես չգիտեմ ով է Գիժ Ջուլիկը, բայց Իվան Աբրամովիչը եւ Գիժ Ջուլիկը վաղուց մահացել են, մոտ մի 6-7 տարի առաջ, տակ։ Ուրեմն այս ամբողջ ժամանակահատվածում այս տունը մնացել է դադարք։ Այդ տանը բերել են մի հատ ոչ կին են դրել, սոցիալապես անապահով մարդ, ասել են ապրի։ Հասկանալու համար այդտեղ
ժառանգ կհայտնվի, թե չի հայտնվի։ Եվ չի հայտնվել։ Նայելով որ 5 տարի ոչ մի ժառանգ չի հայտնվում, ուրեմն Էժմիածնի քաղաքապետարանի անուշ ապերները, ընկեր Ձինուլիկի Զև Ուրին ամուսնու, ինչ էր ամուսնորը, Արամիկի բարձր հովանու ներքո, այս կնոջն եկել են հանել են դուրս, ասել են տունը արդեն ինչ-որ մեկը գնել է։ Փաստաթղթերով տունը գրել է, ուրեմն արելանոր սեփականատերն է, Սարգսյան Գայանե Վարուժանի, ուշադիր։ Սարգսյան Գայանե Վարուժանին իր հերթին բնակվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ուլիցա Կլարա Ցետկինա 13, կվարտիրա 13։ Եվ հետաքրքիր է նա, որ Սարգսյան Գայանեն անձամբ չի ներկայացել, առուցախին չի մասնակցել։ Սարգսյան Գայանեն ուղարկել է վստահված, լիազոր էլ է ինչ-որ մեկին, այդ ինչ-որ մեկն եկել ասել է, ես Սարգսյան Գայանեի լիազորված անձն եմ, եւ բնակարանը գնել է։ Հիմա էլ ռեմոնտ անում։ Հանրային ձայնը շատ արագ փորձեց ստուգել, արդյոք քաղաք Մոսկվա, ուլիցա Կլարա Ցետկինա, դոմ 13, կվարտիրա 13, живет Սարգսյան Գայանե Վարուժանի, թե ոչ։ Մենք ուղարկեցինք խումբ։ Խումբը գնաց, խնդրում եմ տեսանյութը տեղադրել Telegram կանալ։ Դուրը ծեծում են, ընդեղից դասում եմ միած զարամյալ տատիկի ձայն, մարդը հարց է տալիս, տեղ Սարգսյան Գայանե ապրում է կամ ապրել է, անդից ասին իձի նախույ, ստեղ տես մարդ երբևիցե ապրել է այս բաբուլյան։ Այսինքն, մեր Էժմիածնի քաղաքապետ Դինուլիկս, ուրին մարդու հետ, ինչպես նաև, ուրա, ռեմոնդի, ասինքն վերանորոգման աշխատանքները դուր լուսամում տեղադրման Շուշի ցեղ ունեցող Ոմն Գևոր քպական այս թայֆով ապօրինի կերպով հետը պետությանը անցած, քանի որ ժառանգ չկա, պետությանը անցած կվարտիրան սեփականաշնորհել են կեղծ փաստաթղթերով, ռեմոնտ անելի, հիմա էլ խանելի վաճառքի կամ պիտի հանեն վաճառքի։ Հիմա Պալոն Աբազյան, ավելի շուտ Անդո, արգիշտի բդերին մինայի եւ հաճելի մարդ։ Սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին, որովհետեւ այդ կվարտիրան չի ունեցել ժառանգ։ Այսինքն Սարգսյան Գայանե Վարուժանի ներկայացել է որպես Իվան Աբրամովիչի կնիկ, բայց Իվան Աբրամովիչ կնիկ երբևիցե չունեցել։ Նեմա։ Այդ բոլոր փաստաթղթերը կեղծել են, կեղծ լիազորագիր, կեղծ հարցեր, շատ հավանական է, որ կարող է Սարգսյան Գայանե Վարուժանը դաժե խաբար չի, որ ինքը կվարտիրա է առել Էժմիածնը։ Մեծրոբ Մաշտոցի պողոտա 138 շենք բնակարան 2։ Կտրեմ լուսանկարները տեղադրված է Telegram կանալում։ Քանդել են, բլել են, առաջ մարդիկ ռեմոնտ անելի, հետո կվարտիրան ծախելի։ Եվ նման կվարտիրաները միակը չեն։ Պաստորեն Էժմիածնում եւ ինչի միան է Էժմիածնում մենք ունենք նաեւ Երևանում նմանատիպ դեպքեր ունեն քրոնիկ բնույթ։ Իսկ ինչ վերաբերվում է Մոսկվա ուլիցա Կլարա Ցետկինա 13 եւ 13, այնտեղ նման մարդ չի ապրում, չի ապրել։ Живет одна бабуся. Կլարա Ցետկինը ծածնի իակարնի գույնի ցալիկով սախ Էժմիածնի քաղաքապետարանին։ Այսինքն այն մարդկանց ովքեր ներգրաված են սրա մեջ։ Խորհրդային միության հիմնը դնի ու Կլարա Ցետկինը դնի սրանց բենին, ասի երկեք ու ծծեք բոզի տղեք։ Բարձան հաճելի մարդ։ Կոռուպցիա, հանցագործություն Հայաստանը նեմա։ Բոլորն էլ քպական բոզի տվեք։ Այս բոզի տողությունը ոչ մի կատարողները։ Հիմա Արամիկը նորից կփորձի զանգել։ Ասել դες բան չկա։ Գայանե սաղ ու սալամաթ հավ։
ոստիկանությունը, Էժմիածնի ոստիկանությունը եկել է ու այդ տանը բնակվող, այսինքն իրանք են բերել կնկան մտցել այդ տունը, որ տենան ժառանգ հայտնվում է, թե չէ, եկել է այդ տանը բնակվող, ոչմ կնկան հանեք գցել են դուրս, վայ Ղազարյան, քո ոստիկանությունը դարել է հանցագործության օժանդակման գործիք, զանգը մեջ Էժմիածնի միլպետին ասում ես դնեմ բենիդ, բոզի տղա, դու ինչի ես գնացել այդ կնկան հանել դուրս, Սեփականատերը, որ եկե թուղթը ցույց են տվել, որ սեփականատերը Սաքսյան, Գայանե, Վարուժանյա, քո են տեսել այդ սեփականատիրոջը։ Հա? Փորձել ես ու գտել այդպես բան կոս չկա։ Ո՞ւմից հայտնվա։ Այս Իվան Աբրամովիչը դու թաղային ես ունեցել, չէ՞։ Թաղայինը պիտի ասի, որ Իվան Աբրամովիչը կյանքում ամուսնացած չէ եղել, կարող է Մոսկվա չէ եղել դաժե։ Ապրել է գիշ ջունիկի հետ միասին։ Գայանեն ո՞վ է։ Չէ դուք գիտեք չէ որ ՆՎԴ աղբնոց հա որ քո միլիցեքը արդեն դարել է նարկոտիկ ցելող սա արդեն որի դեպքն է ինչքան էլ որ չեք հրապարակը բայց խո մենք տեղյակ ենք այդ կամի բերետներից ում եք բռնել նորից դեղ ցելող հա մի ցելի ավտոյից բան դեղ ա եղել ինչի չես հայտարարում Կամի բերետներ դեղ են ցելում, կապուտ բերետներ դեղ են նոշում ցելում, միլպետերը դեղ են ցելում, զամինիստրները սուտինյոր բոզի տղա են։ Ես ինչ սարքեցի դու այդ հիմնարկն այ մարդ։ Հա? Սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին։ Գլխավոր դատախազություն Եվգեն Աբազյան։ Մենք մի քանի անգամ խոսել ենք քպականների բոզիտողության մասին բայց ամենաֆենոմենալ քպականները որ են որ ասում է տրիադա Նիկոլ Փաշինյան, Ավինյան, Սուրեն Պապիկյան այս երեքն են Այսօր ես ուզում եմ անդրադառնանք Ավինյան Տիգրանին նորից այս բոզիտողուն Ճապոնացու խերծծողին Ուրեմն Գոյություն ունի անիվ հիմնադրամ Կոչվում է անիվ Ուրեմն ինքը Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամա կոչվում Իսկ դրա համար կա պետական գույքի կառավարման նախարարությունը, վարչությունը, ինչի բացել մի հատ էլ ինչ-որ մասնավոր անիվ, որի գործած, այսինքն տնօրենների խորհրդի նախագահ հանդիսանում է Տիգրան Ավինյանը։ Ինչ է անում այդ անիվը։ Չգիտեմ, օրինակ ինձ ասեցին, որ Զանգեզուրի մոլիբդենի գործարանեն 12%-ը որ պետականացրել են, ինչ են արել, դեմից տվել էին անիվին, անիվն է դրանով կառավարը, հետո ժողովուրդ ու դեզդեն հելա, վեկալան տվին պետական գույքի կառավարման, այսպես ասած հիմնարկին։ Եթե ես ունեմ նմանատիպ հիմնարկ, կողից այս հիմնադրամը ես խին պահում։ Հետաքրքրվելը բերեց նրան, որ փաստորեն ուրեմն անիֆում աշխատում է 7 հոգի մարդ ըստ իրենց տեղադրած չգիտեմ հայտարարության եւ լուսանկարների տնօրեն Դավիթ Փափազյան ես նկարները խնդրեմ որպեսզի հայտնվի Telegram կանալում եւ եւս 6 հոգի ու գումարած երևի հավաքարարը 2021 թվականին անիֆը ստացել է 258 միլիոն 171,000 դրամ պետությունից ինչի համար ինչա անում ես անիվը որ 258 միլիոն դրամ ես այսքան ծանր պետություն ծանր ֆինանսական վիճակի մեջ գտնվող երկիր պիտի տա մի հիմնադրամի որը որ ինչ որ պետական գույքի այս չգիտեմ այնտեղ ինչ մի անհասկանալի բոզի տղություններ պիտի անի ու Փաստորեն, եթե կոպիտ ասած, ես վերցնեմ, որ այնտեղ կան ընդամենը մաքսիմում 10 աշխատող, հավաքարարով, բանով եւ այլն, իսկ եթե sense ես հաշվում 7 հոգի են, 7-8, փաստորեն մարդա աշխատավարձը ամսական սրանց գալի նշում կանգնում է, եթե հաշվում ենք 10-ի դեպքում 2.5 միլիոնից 3 միլիոն դրամ, 7-ի դեպքում։
Դուք աշխատավարձի չափը պատկերացրեք։ Ինչ են անում, նայում ես դեմքներին լրին շուրջ անհասկանալի բանը լակոտ լուկուտներ են, 24, 23, 26, 28, 30, քանի տարեկան եւ այլն, եւ սրանք զբաղվում են պետական գույքի կառավարմամբ, որպես անիվ։ Իտոգում ֆինանսավորում են Ավինյան Տիգրանին, այս բորրեկի տողուն իա թայֆով։ Հիմա ես ուզում եմ հարց տամ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, դու 258 միլիոն 171 հազար դրամ փող, ինչի ես տվել այդ հիմնադրամին, որի չան այդ հիմնադրամը, հա? Ես հարցրի, այս 258 միլիոնը, եթե դու ուղեիր որևիցե մի զորամասի վրա, կամ որևիցե մի զինվորի, կամ հենց այդ նույն թոշակառուների, կամ հենց նույն անվճար բուժօգնություն ստացողների, որոնք որ այսօր ուղեգրերը ձեռները, գալի մտնում են հիվանդանոց, թքում են վրա, գալում շպրտում են դուրս, ասում են պետպատվեր չկա, փողերը բապրտելա, բա ուր լինի, եթե ինչ-որ մի հատ անհասկանալի հիմնադրամ, որ դրա անալոգը պետությունը ունի, պետական գույքի կառավարման հիմնարկ ունի, դու վերցրել ես ու տվել ես անիվին։ Ավինյան Տիգրան տրսնելի, այդ եմ ուզում հասկանամ։ Սրանք դրած երկրի հերը անիծում են, բարիս ամենաբուն իմաստով և մենք սիստեմատիկաբար դրան անդրադառնում ենք, այդ անիվի վերաբերյալ բոլոր ֆինանսավորման փաստաթղթերը դրանց աշխատողներով եւ այլով, ես չգիտեմ, մենք ուղարկել ենք մեր admin-ին թե չէ, որպեսզի տեղադրի Telegram կանալը, մի րոպե տեսնեմ։ Ինչքան ես հիշում եմ, ես ուղարկել եմ, թող, անիվ, խնդրեմ, տեղադրվավ, սրանց քիթ ու մռութներով ամեն ինչով փաստաթուղթն են տակը դրած, որ որևիցե մեկը չասի, լկտի սուտ տալ, 258 միլիոն ստանում են այս 1, 2, 3, 4, 5, 6, 7, այս 7 բոզի տղեկը։ Այսինքն մարդը ամիսը 3 միլիոն դրամ աշխատավարձ։ Եթե մենք լավ ենք թողնում ենք կարող այնտեղ հավաքարարին չեն նշել, մոռացել են եւ այլն, թողնի 2.5 միլիոն։ 2 միլիոն։ Ինչի համար։ Պարոն Աբազյան, եթե կա պետական գույքի կառավարման հիմնարկ, այս ինչ աղբի տղեկի բան այդ հավաքածու է։ Վայ Ղազարյան, ես անդրադարձել էի, հա, եկե դու լսի, քո Վարդան Վարդանյանին, բանիս պարզվում է քերական գլխավոր ոստիկանության պետիկնիկը Ինգեր Աբազյան, բավականին հարուստ կնիկ է, դու գիտեի, քեզից հարուստ է։ Քո հայտարարագրի մեջ 100,000-ավոր դոլարնի եւ եվրոնի չկա, այս կնգա կա։ Մենք մյուս հաղորդմանը անպայման կանդրադառնանք սա այդ եղած չեղածին, բայց ես ուզում եմ հասկանամ, քո հիմնարկը вообще զբաղվում է Վարդան Վարդանյանով, ինչու ոչ։ Եկեք վերջապես անդրադառնանք մյուս թեմային, հա, Էժմիածինը մնաց բանը կիսատ, հախրեսս գմ է, որ մի բան մենք բան մոռացել ենք։ Ուրեմն սա այն Մեսրոպ Մաշտոց 138 շենք բնակարան 2-ը մեկ էպիզոդ, Էժմիածինի վերաբերյալ։ Հիմա երկրորդ էպիզոդը։ Ուրեմն Էժմիածինում կա կինոյի շենք, Կիրովի փողոցի վրա։ Անձամբ կինոյի շենքը ես տեսել եմ։ Հիմա մեր դինուլիկն եւ ուրին թիվ number 1 ամուսինը ֆրացին հիմա էլ կպան կինոյի շենքին։ Կինոյի շենքը վաղուց ուներ սեփականատեր։ Այդ սեփականատերը այդ կինոյի շենքը ծախերա եւ առել են զույգերը Մկրտչյան Արման եւ Մկրտչյան Կարեն $600,000։ Մեզ ասած տեղեկություններով Մկրտչյան Կարենը Հայաստանում չգիտեմ որտեղ արենք, մեկն ասում Ամերիկայում, մեկն ասում Աբու Դաբիա եւ այլն, դա մեզ չէ թրքրեն։ Շենքով զբաղվում է Մկրտչյան Արմանը։ Մկրտչյան Արմանին, եթե ես չեմ սխալվում, անձամբ ես մի անգամ տեսել եմ։ Գումարած դրան բավականին լուրջ կապիտալ ունեն այս զույգերը Էժմիածին քաղաքում, մեծ մասը անգամ իրենց անոնով էլ չի, հաչելի մարդ եւ Ինգեր Աբազյան։ Հիմա
Հիմա ասում է այդ կինոյի տան ֆասադը պիտի պահվի, բայց կինոյի տան վրայա, հետևնա, մեջնա, դուրսնա, վրենա եւ այլն պիտի սարքվի բազմաբնակարան շենք։ Ուրեմն նախկին սեփականատերը եւս ուզում էր սարքել բազմաբնակարան շենք։ Բայց գործող իշխանությունը, քաղաքապետարան եւ այլն ասել էին վիկուսի։ Արգելվը ճարտարապետական տեսքա, էսա էնա, նեղ փողոցա, խիտ բնակեցվածա, բոլոր հիմնավոր օրինական պատճառներով մեր մասած ասել են իդինախսույ։ Չէ։ Հիմա այդ մարդը շենքը ծախել է եւ շենքը գնել են, ասում եմ, այս զույգերը Մկրտչյան Արման։ Հիմա որոշել են Էժմիածնի կինոյի տան ֆասադը պահեն, բայց այնտեղ վերախոյանալու բազմաբնակարան շենք։ Եվ հիմա որպեսզի դրան կարողանան տան Ավինյանական աստար, ոնց որ էս բոզի տղա Ավինյանը, էս լրբի ծնունդը, ով որ ցրտվել է անալ ճանապարհով, այսինքն քակել են ունիտազի մեջ, այդ ունիտազի մեջ եկներեք, գերի տուալետի, այն որ փեդալը ցես մտնում ես, դուրը որ փակում ես արանքներից, սաղ տենում ես, on-line դիտում, ու ցես ամեն անգամ մտածում ես, կարող է հանգարցես տախտակը բլի ընկնես մեջը։ Այդ տիպի զուգարաններ կա, չէ՞, մտել եք։ Ասենք բանի գյուղերում։ Այդ տիպի զուգարանը մացրտվ է Ավինյանը, հիմա ինչ են որոշել անցկացնել հանրային քննարկում։ Ժողովրդին բերել հավքել քաղաքապետարան ապրիլի 18-ին ժամը 14:30 եւ ասել արդյոք դուք ուզում եք որ կինոյի տան տեղը վերխորանա բազմաբնակարան շենք։ Ու բնականաբար հայտնվելու են մարդիկ, որոնք որ ասելու են այո, մեր կյանքի երազանքներ, որ կինոյի տան վրա կամ տան տեղը վերխոյանա բազմաբնակարան շենք։ Քնում ենք, երազում ենք դրա մասին։ Բնականաբար հասկանալի է, որ 20,000 դրամ, 30,000 դրամ, 10,000 դրամ, մի 30 հոգու ոչմ տալու են, լացելու են հանրային քննարկման եւ այնտեղ ասեն այո։ Այն բնավերին էին բան ասում, սաղ Էժմիածինը զավթելա, էս արե, այն արե, ասենք այն արե։ Նյատ էլ բոզի տղա կար ջիվան, որ հելել են որը ճղմես։ Մեր Էժմիածինը, մերեն։ Բա հիմա առաջանում է շատ գեղեցիկ հարց։ Մավելի ժամանակ, որ մավելը, այդ մարդու մտքով չի անցել, չի կամ չի ուզել կինոյի տան տեղը սարքել բազմաբնակարան շենք։ Սրանց մտքով անցավ։ Ու հիմա պիտի գրեն ձևակերպեն հանրային քննարկում, պարոն Աբազը, փող բաժանելով, գան նստեն, ասեն այո։ Սովետը չի հասկացել։ Մենք սաղս անհասկացող ենք եղել։ Հիմա մենք հասկացանք, որ այդ է պիտի լիներ բազմաբնակարան շենք։ Ով է կանգնած սրա հետևը? Ձինուլիկի ամուսինը։ Սուպրուգը number 1։ Ես որ ասում էի այդ ձինուլին, որ աղջիկ ջան, այս մարդը ամուսնացել է ոչ թե քո հետ, այս մարդն ամուսնացել է քաղաքապետի պեչատի հետ։ Վաղը մյուս օրը եթե այդ քաղաքապետի պեչատը ձեռից առան, էսի գնալու է այլ ձինուլիգների եւ քիսուլիգների մոտ, ում ձեռը կլինի այդ պեչատը։ Աբազան ես ասել էի, չէ, սրա մարդով զբաղվեք։ Դուք զբաղվում եք։ Էժմիածնի KGB-ի պետը ով է։ Անչի չես զանգում ու հեռախոսով չես խորոփում Քիթու Բենին, ասես շատ լախ, քո քթի տակա այս ամենը տեղի ունենեմ, դու խաբար ես թե չէ, ինչի պիտի հանրային ձայնից դու էդի իմանաս, ես համոզված եմ, որ դու չգիտես, ես ասում եմ, դու իմանում ես, ոչ ես տան մասին գիտեիր, ոչ են, Ես ձեզ զանգելու եմ, ուշադիր ելեք, հա, լավ, հասկանում եք, Աբազյան, Էժմիածնիդ KGB, նույց եմ ասում, վայ ես խոսում եմ քույտ, վայ Ղազարյանը գլուխը կախած նայում Ավինյանի բդերին, Աբա դու ես կթերես բալակաշում, ես չեմ հասկանում, Ծսելա, Էժմիածնի KGB-ի պետին ծսելա Աբազյան, անդոյին ասա թոյթա կյոթի։ Կինոյի տուն, հիմա են կինոյի տունը մորմաշ,
հանրային քննարկման խերս ու տմա եղած չեղածով դե իմաստվածն է հանրային քննարկում եղավ ու հանգարց որոշեցի որ այդ բանը կինոյի տան տեղը պիտի լինի բազմաբնակարան շենք դիմում եմ Էժմիածնի քաղաքապետ Զինուլիկին աղջիկ ջան փողոց չես կարողանալու դուրս գաս դիմում եմ հենց հայց ներկայացրած Մկրտչյան Արմանին ես քո որռու բերանը մեկ կանեմ եթե հանկարծ հանրային քննարկում ասել է այո կինոյի տեղը պիտի անգնելու ես ինչ է գաղտնի տղյանը կատելակ Սերոժի օրը Իշքան հնդկական կինոներ եղել է զինտանկի դավերեժի ծանավի այդ սաղ իշքան կինո է ցուցադրվել է իշքան մարդ մտել է այդ սաղ գալու են Մկրտչյան Արմանի տուն Վայն եկավ տարավ հանրային քննարկումը որոշեց որ կինոյի տան տեղը պիտի լինի բազմաբնակարան շենք իսկ նաև ուզում եմ ասեմ որ այդ պոռոն վերաբերվելու է նաև Էժմիածնի դատախազին Էժմիածնի ոչ իմ KGB-ի բանը պետին եւ Էժմիածնի միլպետին իրեքն էլ դառնալու են կինոյի տուն այսինքն ոչ թե իրանք ալիաս տներն է դառնալու կինոյի տուն ու սա Էժմիածինը գալու է մտնի դրախտուն ու դուրս գա Դոն Պիպոյի գլխավորությամբ հանրային քննարկում են դարեք ես անհապես սպասում եմ ամսի 18-ի հանրային քննարկմանը դարեք հարց չկա հանրային քննարկում Զիվա եւ Քրեզի Ցուցուլան ոտքի Հալա Զիվան թոնստի Անցինդե բոզի տղա Ուրեմն ես ուզում եմ հայտնել այն տեղեկությունը Պաուլ Աբազյան, որը որ մեզ փոխանցել են Քրեզի գիշերային ակումբից Դու բայց դուք ջոգում եք, դուք իշքան քյալ բոզի տղա եք Լավ են Նիհար Չոդեն որոշել էր գար ձվերի հետ խաղար Եկել էր ձեր մոտ Ձիվա այդ անտեր մնացածը նայելու Դուք ինքան անուղեղ բոզի տղա եք որ եթե դուք մտածում եք եւ կասկածում եք որ այս լակոտը եղել է բայրակթար եկե նկարեք գնացել է չկա ոչ մի ապացույց հա դուք պրոստը նապրոստը պիտի մուտքից հետ տայիք ասեք տղա ջան դու ստե չես կարող մտնես հաջողություն վերջ Այ ոչ թե բերեիք, մցնեիք ներս, ազատությունից զրկեիք, դանակ հանեիք, ագանջին դնեիք եւ այլն, դրանով իսկ ավելի ձեր վիճակը վատթարացնելով։ Ավելի վատթարացնելով։ Հիմա սկսեմ անդրադառնալ թեմային։ Ուրեմն մեզ փոխանցում են։ Նախ 2013 թվականից են կողմ հաճելի մարդ Ձիվա եւ Քրեզի գիշերային ակումբում ստուգում չի եղել։ Ամենավերջի ստուգումն եղել է 2013 թվականին եւ տուգանվել է 29 միլիոն 800 հազար դրամ։ Թուղթը մեզ ուղարկել են։ Այսինքն այս իշխանության օրոք գիշերային ակումբներին, որոնք որ լայնամասշտաբ նարկոտիկ ցրող տրաֆիկինգի մեջ թաթախված հիմնակ ձեռնարկություններ են, այն Շարլոտ, Մարլոտ եւ այլն, ոչ մեկ մոտիկ չի գնում, ասում են ավիրեք, այլասերեք, այլանդակեք։ Հիմա ասում ենք առաջ։ Ինչա մեզ փոխանցում մեր աղբյուրը։ Ասում է Քրեզի։ Քրեզի վերահսկողությունը հանձնված է ոմն հրաչի։ Գրի, անդո, գրի։ Անդո, գրի։ Հանձնված է ոմն հրաչի։ Ասում է պարոն Ղուկասյան, ստրիպտիզուհիների մի մասը քնում է կլուբում, մյուս մասին կվարտիրեք են տրամադրել, օբշի սաղ քնում են տվյալ կվարտիրայում։ Կվարտիրաների հարցով զբաղվում է ոմն Արմեն։ Իսկ հիմա մեզ ներկայացնում են գնացուցակը։ Եվ այսպես։ Ես ուզում եմ, բայց ավելի հետաքրքիր լինի։ Հələ մի րոպե, էլի։ Մի րոպե, ասենց հետաքրքիր չի։ Ես ինչ ասում, ասենց հետաքրքիր չի։ Մի րոպե։ Սենց չի, ես
Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի Եվ այսպես ասում է բարող Ղուկասյան ահա ասում է այս երաժշտության տակ լրիվ տգլոր բանը արժե 30,000 այսինքն եթե ստրիպտիզորշան ուզում է 30,000 աշխատի պիտի բարի լրիվ տգլոր ծլիկ, դլիկ, պտիկ, պտուկ սաղ պտի երեղով Կիսամերկը արժե 20,000 դրամ Կիսամերկ, ասում եմ կիսամերկը որն է ասում է կիսամերկը խոսյունակ դրոսիկը կա, լիվը չկա Այդ Պարը արժե 20,000 դրամ Այսինքն նման պար պարելու համար վճարում են 20,000 դրամ Պրիվատ Էտա որ առանձին են մտնում սենակ 8 րոպե Չգիտեմ խի որոշել են 8 րոպեն 8 րոպեն արժե 20,000 դրամ Բայց պիտի պարի լրիվ տգլոր Ի տարբերություն Մի րոպե Ձինայի քրեզիում իրավունք չունեն պարուհու մատով կպնելու Այսինքն մտնում է ворցն պրիվատ դուրը փակում է կամ ցաներս են քաշում է դիսուին համբերում եւ 8 րոպե առանց լիվ տրուսիկ պարում Այդ դու պետք է մենակ մարես Ուրիշ ոչ մի բան նստում ես տայնից մեծ խաղում ես Այդ է օժքսանոզոշ Ձինայում ասում է իրավունք ունես Ստրիպտիզոր շային պրիվատը մատով կպնելու Ասում ի չանշանակամ մատով կպնելու Խոտ դրազակ չի Դե ասում է դրազակի նման Բայց մատիկներով կանած խաղաս Պտիկների և դլոյի հետ Այդ դրա համար 20,000 դրամ Բայց քրեզիում չպետք է կպնես Պետք է պրոստը նստես ու նայես Էտա ինչ թարցծեն, թոքի կպենի դեն Էտա գյուտանետակ, գյուտանենան Եվ այլն Ու մեկ էլ էտա սերական շրթել Իմ ալեմ բենիտ մոտով ացնեմ, դարնեմ 20,000, 8 րոպե Արգելվում է հանդիպում հաճախորդների հետ Մեզ բաղադրատոմսը մենուկ ու ստավն են բացատրում գիշերային ակումբների Հաճախորդն իշխան է ղզգնի, պտղնի, քրքրվի, պատրվի Հաճախորդի խետն հանդիպում չկա Հաճախորդի հետ հանդիպում են ու գանք Մինիմում ուրավ Շտրատ 50,000 դրամ Դալշը Ասում է գոյություն ունի աշխատավարձի սահմանաչափ Ասում է դի որն է Ասում է ստրիպտիզորշան իրավունք ունի Խոսքի օրինակ Հիմա լավ դլոյ Հելը լավ չգիտեմ պտուկներ Ծլիկներ Սերական շերթեր Ժղշելա Պրպրպելա Ավիրելա Դմդմպելա Ինչ ասես արելա ու աշխատելա այդ օրը 1 միլիոն ասում եմ ոնց կարա մե դլոյ աշխատի ցույց տալով 1 միլիոն ասում եմ դե բացատրեմ դրա մեջ մտնում է օրինակ ոնց կարա աշխատի մի րոպե մտնում է բան պրիվատը 1 մտնում է խմիչքը այսինքն հիմա լավ դլոյ իա դլոյով խմիչքա ծախե հաճախորդի վրա էդի 1 Բան պրիվատը երկուս, եթե 8 րոպենա 20,000 դրամ, ես չգիտեմ ինչքան անում մի ժամը, այնտեղ գոյություն ունի կուպոններ եւ գոյություն ունի կոնսումացիա, ասում եմ հույզիտ կոնսումացիա, ասում եմ դե որ նստում է, էտա ворցն դլոյի հետ զրուցում, հյուրասիրվում, էտա ֆրին մեկը դնում ուրին բերան, բենից բերան կտրում ուտում, էտ ամենը կոչում կոնսումացիա, այ մարդես ինչ էրոտիկ բաներ աղ չի, Հիմա, ասում է բոլորի հանրագումարից, ինչ որ է հիմա այդ դլոյի միջոցով խմիչ ծախվավ, ուտելիք ծախվավ, կուպոն եկա, այդ ծախ եկան խոսքի օրինակ դլո անգելինայի միջոցով, օրնավերջում դա հաշվում են, և եթե էտա դլոյ աշխատելա խոսքի օրինակ 1 միլիոն դրամ, սորավնո ինքը ունի մաքսիմալ սահմանաչափ 350,000 դրամ
350,000 դրամից ավել դլոյին փող չեն տալը, եթե դաժե մտել է արաբ շեխը, հանե թապել է 10,000 դոլար, ահա, սա ինչ է, տրաֆիկին կա, թե չէ, վայրագազել աստենայի, դա տրաֆիկին կա, թե ոչ, հարց եմ տալի, իհարկե, ուրեմն ուրա, դա, աշխատողների գերակաշիռ մասը գրանցված չի։ Ասմա պարոն Ղուկասյան, ձեր անդրադառնալուց հետո ձիվայի տարածքի հետ բոլոր, չգիտեմ, ավտոստայանկա, պարքինգ, մարքինգ եւ այլն ամենը բերելցել են կամերաներով։ Բացի դա եւ ձիվայում եւ քրեզիում քաղաքացիական հագուստով իբրև թե հաճախորդ շրջում են ախրաննիկնի ու հետևում են հանկարծ որևիցե մեկը մի բան չնկարի կամ նկարի։ Ձեր աուսարցապալսմա բավականին մեծ է։ Մեզ են ուղարկել պարուհիների եւ մատուցողների նկարները, որը որ մենք սիրով տեղադրում ենք Telegram կանալ։ Ես չգիտեմ տեղադրվել է թե չէ արդեն, բայց ուրա, հեսա։ Ահա, այդ լուսանկարնի ֆոտոներով ամեն ինչով են ուղարկել են։ Պարուհիներ, լեսբուհիներ եւ այլն։ Ստեղ ինձ հետաքրքրում է հարցի մյուս կողմը։ 8 րոպեն 20,000 դրամ։ Хорошо։ Ես ավելի քան համոզված եմ, որ ոչ մի ՀԴՄ, ոչ մի կուպոն, տալոն, մալոն գույություն չունի։ Եվ ստեղ, այն որ հարկային կա, այդ հարկայինի բան պետք է, ով այդ ղախպի տղեն, ես իշքան ժամանակը սպասում եմ, որ հարկայինը պիտի մտնի, այդտեղ լուրջ աշխատանք իրականացնի եւ տուգանի թե գրեզի, թե ձիվա։ Բնավ, ոչ մի բան։ Այս օբյեկտները ստանում են միլիարդավոր դրամնի եկամուտ։ Ու ոչ մեկ չասում, ես ոնց։ Ոչ հարկային, ոչ էս, ոչ այն, գումարած դրան դեղավոր ցրվում։ Յուրաքանչյուր ստրիպսիզոր շասումը իրանց մշտական հաճախորդ կլիենտերին, որ գիտեն սա դլոյիստա եւ գլգլիստա, նարկոտիկը պատրաստ է։ Նարկոտիկը տալում են, ուղեղը անջատացնում են, լավը մորմշ անում են, ծլիկը հանում քաշում են կիտու բենին, ծածանում են, փողը նվեկալում են, ճամփ են տանում։ Խտրեմ։ Վայ Ղազարյան, ուրա հենա։ Եվ Աբազյան։ Հիմա ես ուզում եմ հասկանամ։ Նախ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ այն տղամարդկանց, ովքեր լինելով ամուսնացած, ծախսում են 8 րոպեվա համար 20,000 դրամ ու գնում են դլոտենա, որ այդ դլիկի հետ մատով տալինգ, կամ բնապատուկի հետ տալինգ, ոչ մի կերպ չեմ հասկանում։ Այդ դլիկից եւ այդ դլիկից, ինչպես նաեւ ձեր տունը կա, անվճար։ Ինչն է պատճառը, որ դուք ձեր երեխայի կնոջ բենից կտրում եք, բերում կողում եք վարոյի կնգա դլոն։ Ոչ մի կերպ չեմ հասկանում։ Ու խնդիրը նա է, հարցնում եմ ամուսնացածներն են շատ թե ազաբնի, ասում է ամուսնացած, պարոն Ղուկասյան։ Գերակաշիռ մասը ամուսնացած են։ Բայց եթե դուք ամուսնացել եք, հարգելի տղամարդիկ, ես ուղղակի ուզում եմ դիմեմ ձեզ։ Բնականաբար, խոմ այդ մի 20,000 դրամը չի, դուք այնտեղ բան եք պատվիրում, խմիչք եք պատվիրում, դուք եք խմում, այդ ագարտեկին եք խմցնում եւ այլն եւ չլի 50-60,000 դրամ հանգիստ նստումա, չէ՞։ Այդ մի քիչ խոմ 8 րոպե հետ ասենք բան չեղավ, այնտեղ որ ղզգնավ կայնալ, դուք 8-ել չէ 16-26 են, եք բանկանեք, եք պատվիրեք։ Բայց դուք չի կամաշում։ Ազաբն են, խույստին։ Դլո չկա, բան չկա, դիֆիցիտա, բայց էլի ազաբին էլ չեմ հասկանում, հանգիստ կարա կնա, ձեր էդ էլի, մեր էդ էլի, քուրոները կայնած են, 50,000 դրամ տա, վեկալի կուզի, դլիկին ձեր կտա, կուզի լարին ձեր կտա, կուզի բամպտկին ձեր կտա։ Ամենը, կուզի ուրիշ բան կանի, ամենը հետարքեր նայա, որ գոնե մի բան կհասկնա։ Այս դեպքում ոչ մի բան չեն հասկանում, հետո պրծա, ղզգնա, հերասեք ներելով։ Եվ այս ամենի թիգուքում կանգնացա ով զամինիստր Ցուցուլյան։ Արա դու ես ինչ ֆենոմենալ բոլզի տղա ես, այդ տղա։ Հա? Ինձ էլ ասում են Ցուցուլյանը սիրուհի ունի, Բադալյան Իրինա,
Հետը բերել ասում է նոյեմբերյանից, պարոն Ղուկասյան, Բուդաղյան, ներողություն, Բուդաղյան Իրինա։ Հետաքրքիր է Սուսուլյանի կնիգը գիտի, որ իա մարդը մեղատել սիրուհի ունի։ Ավելին, ձիվա եւ քրեզի գիշերային ագումների ղեկավարությունը, սեփականատերերը, էլիտար դելոները մատակարարը պարոն Աբազյան, մեր MVD-ի զամ մինիստրներին։ Սովետի ժամանակ, ես հիշում եմ դոկումենտալ բանը ֆիլմերով եւ այլն, որ նայում էի, գոյություն ուներ MVD-ի մինիստր Շովակով ու կար Անդրոպով, KGB-ի մինիստր։ Կհիշես, դու պատմությունից հետ ասեք բանը ո՞նց ես։ Ահա։ Ու ես հիշում եմ, որ այդ թվերին KGB-ն ու MVD-ն, Էնվերասման Նաշ Դարագո Լեանի Դիլիչ իրարեին ծասցանամ։ Էնի նրա վրա էր աշխատում, էնի նրա վրա էր աշխատում։ Էդի շատ լավ էր, որովհետև այդ իր վրա այդ աշխատելը բերում էր նրան, որ երկու ֆրոնտներ ձիգ էին։ Սենց բոզիտողություններ չէին անում։ Ես հիմա այդ ուզում եմ հասկանամ, այս ինֆորմացիա, այս տրաֆիկինգին, սա տրաֆիկինգ է։ Նամանաման, որ ասում մարդը կարող է աշխատի 1 միլիոն դրամ, 450,000 դրամ, 2 միլիոն դրամ եւ այլն, բայց սահմանաչափը 350,000 դրամ է, 350,000 դրամից ավել պարուհուն չեն տալիս։ Բայց պարուհին աշխատել է շատ ու շատ։ Ու հետաքրքիր է, որ խմիչքից, պրիվատից, կոնսումացիա, այսինքն քֆուրները սրանից 50%-ը պարուհունն է, 50%-ը այս բոզի տղեկինն է, վարոն եւ այլն։ Բնականաբար բարոնը սա փողերը խոմ չի կողում յա կնգացալիկը։ Բերեմ կողմա Սուսուլյանի կնգացալիկը։ Վայ Ղազարյան, ես ուզում եմ հասկանամ։ Ես տես ինձ ամեն անգամ զսպում եմ, դեռ զսպում եմ, քո ընտանիք մտնելուց։ Բայց ես զգում եմ, որ դու ինչ-որ մատերի արանքով ես նայում եւ քեզ թվում է, որ իմ համբերությունը ունի, չգիտեմ, Ատլանտյան օվկիանոսի չափ անսահման, այսպես ասած, ալիքնի եւ չգիտեմ, տարողություն։ Մարյանսկայա վպադինա։ Բնավ։ Մի գեղեցիկ օր ես բանը պայթելու եմ։ Շատ որի եմ պայթելու։ Իշքան պարուհի կա, որտեղ նկարում տեղադրված է Telegram կանալ, Սուսուլյան, նավարի ծածացնեն։ Կնգատ, ինչ ունես չունես, իրաս սլիգները կամ են նավարիտ կիտու բենին, դաշտանի ժամանակ անունել դնեն նրան գույնը, պարաջանով, բոզի տաղա։ Ու սրանց կնանիք, պիտի ասեն մենք մարդ ունենք, մեր ընտանիքը ամուր ընտանիք է։ Էլ չգիտեմ, որ կնանիք իրանց հետ ապրում են զուտ նրա համար, որ իրանք փող են տուն բերեմ, ինքա սատրնի, փող տուն չբերին, կնիկը կասի ծլիկը սկզես իձի նախույջ, ու կեթա ուրիշի տակը կմտնի, եթե իրանքը չեն մտել։ Իսկ մենք անդո, այսի քո օպերատիվ աշխատանքը պիտի ներ, այսի դու պիտի Աբազյանին զեկուցել, ոչ թե ես եթերի ժամանակ ասեի, բայց քո ուշ կումիտը արգիշտի տրուսիկնա ու արգիշտի որը։ Մյուս թեման, որը վերաբերվում է բենզալցակայաներին Երևան քաղաքից, սրտում գործող, անմիջապես, այսպես ասած, բնակելի շենքերի թաղամասերի տակ։ Ես ուզում եմ այդ հարցով թող իր մեկնաբանությունը տա պարոն Գալստյանը, եթե իհարկե քնած չի, կամ ազատ է։ Ալո։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ես քնած եմ, ձեր եթերը լսում եմ։ Զարթ ունեք, ինձ թվաց կարող է քնած ըլեք։ Ես խնդրեի էկրանի մոտից իմ ձենը անջատեք, կամ հետո գնայք։ Լսում եմ ասեք։
Ինձ հետաքրքիր է ինչ եղավ կամ մի քիչ տեղեկություն ունենք Գյուլբենկյան 27 հասցեում գործող բենզալացակայանից կամ առհասարակ բենզալացակայաններից, որոնք որ դարել են պատուհաս երևանցիների գլխին։ Ուրեմն ասեմ ինչ հնարավոր է մեր կողմից բարձր։ Տեսչական մարմինը ոնց էր ազգանունը Գարիկ Չգիտեմ։ ոնց է մի խոսքը։ Հա։ Տեսչական մարմինը մոտավորապես կարգադրություն է կազմում է 30 բենզալացակայանների հետ կապված, որոնք աշխատում են նորմերի խախտումներով շենքերի մոտիկ շենքերի տակ։ Որպեսզի դրանց գործունեությունը դադարեցվի, որոնցից մեկն է Գյուլբենկյանն է, որ եթե չեմ սխալվում, պատկանում է Ֆլեշ ընկերությանը, Ֆլեշի բարձր։ Կարգադրություն ուղարկվել է եւ ոստիկանություն եւ քաղաքապետարան եւ բոլոր հիմնարկները, բայց Ֆլեշ ընկերությունը դիմել է դատարան, գործը ընդունվել է վարչական դատարան, վարույթ կարգադրության իրավաչափությունն են վիճարկել։ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով, երբ որ վարչական ակտը բողոքարկվում է, ավտոմատ կերպով կասեցվում է։ Որը բնականաբար, այսինքն օրենքի ուժով կարգադրությունը կասեցվել է, բենզալացակայանը դեռևս շարունակվում է։ Ես որ ձեզ խնդրեմ, այդ նույնը ավելի ժողովրդական լեզվով կասեք։ Ավելի ժողովրդական լեզվով ասում սենց, եթե կազմվում է ակտ, դիցուկ ասենք գայի ակտը ոնց է, գային կանգնացրես, դու գանեց, հենց բողոքարկեցիր, կասեցվես, գումար չեն գանձում։ Նույնն էլ այս բենզակալոնքի հետ կապված է, վարչական մարմինը, տեսչական մարմինը կազմում է ակտ, բողոքարկեցիր, որոշումը կասեցվում է, մինչև դատարանը կկատարի իր որոշումը։ Բայց նաև մեզ հաջողվեց պարզել, որ այն պահից, երբ որ Ֆլեշի բարձրը փորձել է դատական կարգով փաստորեն երկարացնել իր ապօրինի գործունեությունը, տեսչական մարմինը նաև պարզել է, որ ուսումնությունն է ապօրինի, այսինքն չունի որևէ օրինական փաստաթղթեր, ու ինձ վստահեցել են, որ մոտակա օրերը մտնում են արդեն քանդման, ոչ թե կասեցման, այլ քանդման։ Քանդման հետ կապված դեռևս քաղաքապետ Հայկ Մարուկյանի ժամանակ, եթե չեմ սխալվում, ընդունվեց որոշում, որ եթե կառույցը ապօրինյա չի դիմել մինչև 21 թվականի վերջը օրինականացման, ապա դատարան մտնել այլևս չի կասեցնում քանդման գործընթացը քանդում են։ Կարծում եմ պետք է որ իրենց հաջողվի քանդեն։ Մի րոպե։ Դուք ասեցիք 21 թվից Հայկ Մարուկյանի ժամանակներից, ճիշտ է։ Այո։ Այսինքն Հայկ Մարուկյանի պաշտոնավարման ժամանակ կարող էս տվյալ, կոնկրետ էս տվյալ բենզալացակայանը բանվեկալենք, որ հետո մյուսներ, բենզալացակայանը քանդվել։ Այո, կարող էր։ Բա հետ օրինակ առաջանում է գեղեցիկ, ինչի չի քանդել Հայկ Մարությանը։ Դե Ֆլեշի բարձրն է Սերժ Սարգսյանի լյուբիմչիկը, այսքեսով Սերժ Սարգսյանը երկրի փաստացի տերն է, շատ էլ Նիկոլնա վարչապետի աթորին բազված։ Հայկ Մարությանից հետո մենք ունեցել ենք հրաչից հետո եկել է հենա խնդրեմ Ավինյան բանը կոչվածը եւ մինչեւ օրս ոչ մեկ չի գնացել այդ բենզալած ոչ եթե ապուրինի է վերջ մի հատ բան ռեշոտկա ես դնեմ այն հարիֆը գյուղից ծաղիկ էր բերել Աբարանից էլ որտեղից էր ծաղիկ էր բերել դրել էր սկամեկի վրան հրապարակի մոտ եկե որ ծաղիկ բաժանի կնանիքին անվճար Քաղաքապետարանի չաթ լախը, եկի ասում է խիսեցա կարգը, դիմում պիտի գրեիք նոց, են ասում է ծարիկը ծրի եմ բաժանում, ինչ դիմում, թրել են դեմքին, բա հիմա քաղաքի կենտրոնը բնակելի շենքի տակը, կրոգոն բեգոն բնակելի շենքի, գործում է բենզալացակայան, ապորինի, լրիվ ապորինի, ճիշտ է։ Այո, քննիները որն է, ես կարծում եմ, եթե ծաղիկ ծախոր քաղաքապետարանի աշխատակցին բարևելուց հետո ասեր ապագա կա կամ պատիվ ունեմ, իրան բան չէին ասի։ Կարծում եմ, որ Ֆլեշի բենզակալոնքին չեն քանդում, որտեղ Ֆլեշը ասում է ապագա կա կամ պատիվ ունեմ, երկուսն են նույն բանն նշանակում։ Ֆլեշի բարսեղին ոնց որ կասեր մեր հարևան Զոյան դագաղը դնեն, չէ, ես ուրիշ բան եմ արձանագրում։
Այսօր Հայկ Մարությանը բավականին ակտիվ նախընտրական գործունեություն է ծավալում, ինչքան էլ որ ինքը դեռ խուսափողական պատասխան է տալի, չի ասում մասնակցելու է թե չի մասնակցելու, բայց ինքը նախընտրական ինչ-որ sense փուլ անցկացնում ամերիկաներով, Հայաստանով եւ այլն։ Հիմա ընկեր Հայկ Մարության քաղաքապետ է եղել, այդ բեզակալոնքին եղել է։ Ապորինի, քո ժամանակ եղել է։ Ճիշտ է, 18 թվին է ինքը եկել 19 եւ գնաց։ Ինչի՞ չես քանդել։ Ինչն է պատճառն եղել, որ դու չես քանդել, հիմա էլ հելել ես քաղաքական շոու ես անում, սրանց ես գրլան, քեզ էլ ուզում ես ցույց տաս, որպես բան անուշ ապեր։ Լավ, անուշ ապեր ես։ Ինչի՞ չես քանդել։ Խիչ ես պիստոլետի շլանգը, ներողություն։ Խիչ ես պիստոլետի շլանգը կողե ֆլեշի բացերի բորը։ Վարդա Ղուկասյանը հերո տնիստերից քաղաքապետը լինի, ինչ որ մի հատ կառույց ու ես իմանամ է տապոյնա, ասեմ քանդեք, ասեն նե հետ։ Դե փաստորեն հիմա ասել էի։ Լավ, հետո շարունակեք։ Հիմա Հայկ Մարությանին մեզ ասած տեղեկություններով վարչապետի աթոռ զբաղեցնող անձն է համոզում, որ դնի, որ ձայներ փոշի ասնի, դրա նպատակն է դա։ Չէ, մենք ես գիտեմ։ Քաղաքապետանի զուսայկը իր նախկին կուսակցությունից հրաժարվել է, այդ ֆաղձևական են Գևորգ Կոստանյանի դեպքում ոնց էին ասում, ամուսնալուծությունը ձևական բնույթ է կրում։ Հա։ Հայկ Մարությանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամուսնալուծությունը կրում է ձևական բնույթ։ Կապված ապօրինի բենզալոցականների եւ նմանատիպ վտանգավոր շինությունների հետ, մեզ ասած տեղեկություններով տեսչական մարմինը երևի իր ղեկավարով հանդերձ ու կանադարձել եք այդ տղային, ճիշտ ասած անունը մոռացել եմ, միակ մարմինն է, որ գնում է գետի հունին հակառակ, փորձում է քանդի։ Խոչընդոտներ առաջանում են եւ քաղաքապետարանի կողմից եւ ոստիկանության կողմից, որտեղ հիմնական անվտանգությունը ապահովը դա է ոստիկանության մարմիններն են։ Հիմա տեսնենք ինչպես կհաջողվի այդ երիտասարդին այդ խնդիրը լուծել։ Ես մի հատ հարց եմ ուզում ձեզ տալ, ինչ է նշանակում խոչընդոտը ոստիկանության կողմից։ Դե չեն անում, ասում են օրենքով չի, էսի չի, էս թուղթը բերեք, են թուղթը բերեք, կամ պրոստը չեն անում, այն փողոցի պատմությունը հիշում եք, միջև այսօր բացված չի։ Հա, այն բանը, բոզի տղեն, որ դրել բան փակել է։ Այո, դատարանը կա, դատախազությունում քրեական գործը հարուցված է, որ քաղաքապետարանը իր պարտականությունները չի կատարում, դա ակնադիմել, որ պարտավորեցրեք քրեական գործ հարուցեք, դատական գաղթը չեն կատարում, մինչև հիմա այդ ընդհանրապես լիցենզիայի հոսովարական քպական աշխատողը փողոցն է փագե, ծառերը տնգե չեն կարում քանդեն, ֆլեշի բարձրին ինչ պետք է անեն։ Բա ու էս բոզի տղեկ հե Պուտին են ուզում կալանավորել։ Այո։ Եթե դու մի հատ բեզակալ, եթե դու փողոց չես կարում բացես, վայ Ղազարյան, ես ասի, չէ, կոմիլպետը բոզի տղա է։ Դու հետևություն արիր, չարիր, վայ Ղազարյանը չարեց։ Հիմա էսի է, բերել ես այդ շենքի տակը պիտի մի օր պայթ հետ ժողովուրդը վառեն, խաշվեն, դառնան գրիլ, նոր հետո ասեն վույ, հետո։ Բա բոզի տղա, ապրինա քանդի։ Պարոն Ղուկասյան, ինչ վերաբերում է Պուտինի կալանավորելուն, որ այդ Հռոմի ստատուտը վավերացնելը բերեցին, կապեցին Պուտինին կալանավորելու հետ, դա ավելի շատ սենց ասեմ էլի հերթական անգամ ժողովրդին շեղելու էր, դրա բուն նպատակը բոլորովին այլ է։ Բացատրեմ հնչումն է կայացել վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելը։ Հիմա նայեք իրավիճակը ոնց է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը դա Ադրբեջանը, այն 7 շրջաններն են օկուպացված։ Ու գաղտնիք չի, որ այդ 7 շրջանները, որ այն ժամանակ կոչվում էին անվտանգության գոտի, ամբողջովին ավերված էին Աղդամ քաղաքով։ Թալանված։ Արդեն իսկ հրապարակումները կան, որ Զանգելանի ոսկու հանքից դրին բոնից եւ մնացած իսկ Աշենի հանքից մոտ 30 միլիարդ դոլարի ոսկի է։ Այսինքն Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղիղ ճանապարհ է բացել Ադրբեջանին, որպեսզի հայց ներկայացնի Հայաստանի դեմ մոտավորապես 50-ից 70 միլիարդ դոլարով։
Եվ եթե ոչ թե 90%-ին այդ հայցը կշահի, քանի որ Հայաստանն ասում այո ձողերն ա եղել մեր մոտ ա եղել 30 տարի աշխարհը դա է ասում, ՄԱԿ-ը դա է ասում, Ամերիկան դա է ասում, Ֆրանսիան դա է ասում։ Այսինքն ինքը բերել է սարքել է մի հատ պատուհան, որտեղով Ադրբեջանը մտնելու ասի Հայաստանը մեզ վնաս ա տվել մի 50-ից 70 միլիարդ դոլար կամ փողն եք տալի կամ Սյունիքը։ Պուտինը ընդամենը շեղում էր, որտեղ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը Նիկոլը սկսել էր դեռևս միջև Պուտինի հանդեպ ձեռբակալման որոշում կայացնելը։ Ես քանցել դուք այդ թեմային ավելի մանրամասն բացատրեիք ժողովրդին, որ ստեղ խնդիրը Պուտինը չի, ավելի շուտ է խնդիրը Ադրբեջանին տալ հնարավորություն Հայաստանի Հանրապետության դեմ հայց ներկայացնել, որից հետո էլ Հայաստանը պարտավոր է ենթարկվի այդ որոշմանը։ Ինչքան Ադրբեջանն է պարտավոր ենթարկվի որոշմանը ճանապարհը բացելուն, այնքան էլ նոր իշխանության դեպքում մենք պարտավոր կլինենք Հռոմի ստատուտի որոշմանը։ Օրինակ մեր գալու դեպքում մենք Հռոմի ստատուտը կանենք ձեր լեզվով ասած բիզինտիչ։ Միանշանակ հենա միջազգային ոչմ դատարանա որոշում կայացի Ադրբեջանը ճամփեն պիտի բացի։ Բացեց։ Չէ, ավելի փակեց։ Ոչ։ Բայց շուտ ես ուրեմն ոչմ դնեմ մտնեմ այդ բանի մեջ, եթե այդքան լավ բան է, թո Ամերիկան էլ մտնի դրա մեջ, Չինաստանն էլ մտնի, Ռուսաստանն էլ մտնի։ Հա։ Եթե դուք երեկվա իրադարձություններին հետևել եք, դա կցույց տվեց, որ հայ կանայք ուզում էին գնային Արցախ, ես ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցիները, այլ Ղազարյանի ոստիկանները։ Ես եթե չհասկացա, այդ կնալիք Արցախ հասան, թե չհասան։ Հասան միջև Լաչինի միջանցք։ Իսկ ինչի չէին թողում, որ այդ ոչ կանայք առաջանան, եթե կարելի է միջև Լաչինի միջանցք հասնել։ Դե վարշապետի աթորը հրահանգել էր ներքին գործերի նախարարին, հրահանգել էր ոստիկաններին, որ դեմը փակել չթան։ Ինչի։ Ադրբեջանցիների անդորը կարծում եմ չհանգարելու համար։ Եղավ։ Կամ ինչպես կասեր մեր ընդհանուր ծանոթը, անդունդը չէին ուզում խանգարեն ադրբեջանցիների։ Հա, այն խելքով մարդը։ Եղավ։ Շնորհակալություն ձեզ։ Դեռ մեկ ինչ եք լսում, որ մինչև օրս այն ինչ էր այն ճանապարհը, այն ղախպի տղեն ոնց փակելա, Մաշտոցի քաղաքներ, ոնց թե մալացիայի չեմ հիշում, համենայն դեպս ես մյուս հաղորդմանը անպայման կառադառնամ այդ տարածքի միլպետին, տնով, տեղով, ամեն ինչով, ինչ վերաբերում է բենզալցակայաններին, ընկեր Հայկ Մարության, դու եղել ես քաղաքապետ, քո քաղաքապետ եղած ժամանակ են ամենայն կարկառուն ժամանակները, որ ԿՊ-ն ուներ 75% ձայն։ Դուք չքանդեցիք ոչ մի ապօրինի բենզալցակայան, ունենալով ձեր ձեռի տակ ամեն տեսակի շանս եւ հնարավորություն։ Մարդիկ ասում են Հայկ Մարությանը վախում է, ասում է ես հեծանավով եմ տունեթում, ինձ կվնասեն։ Բայց եթե դու վախում ես, քեզ եկել նստեք քաղաքապետ։ Հիմա հելելա թատրոնը անամ, շոուը անամ, սրանցա գրլն։ Եղբայր, դու եղել ես քաղաքապետ, Գյուլբեկյան 27 հացեի բենզալցակայանը, քիչ ես քանդե, արտիստ։ Հիմա սա է։ Եթե դուք չեք կարա մի հատ ապօրինի 30 հատ ապօրինի բենզագազալցակայանա գործում Երևան քաղաքում, վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը ամեն րոպե, ամեն վայրկյան։ Եթե դուք մի հատ ֆլեշի բարձր պիտի բենզալցակայանի պիստոլետը վեկալես, կողես ֆլեշի բարձրի ոռը, բենզինը մեջ կաչայի տանես, վերջում կրակտաս թռնի ուտ։ Առքես ֆլեշի բարձր, կողեմ ֆլեշի բարձր։ Պարոն Աբազան, մի մարդուրա, որ ինչ տեսակի քրեական գործ կա, բանը, անձարևանգումա էսը, կան դու կագեբե ես։ Բայց ինչ ես ասում, քաղաքապետարան, ինչ ես քանդում։ Ավինյան բոզի տղեն, քաղաքապետի թեկնածուա, չէ հիմա այդ նույն Գյուլբենկյան
27 խանութի մեղայասու շենքի ժողովուրդը գնալու են ընտրությունների ժամանակ թերթիկի վրա ավենան գալշկանեն կամ են Հայկ Մարության Ղախպիր ու քցեն քնա թերթիկը հետո ասեմ այ գիտեք ինչ բենզինը մեր կտի տակա արտահոսք է լավ 200 լիտր չրած լավա մի սիգարը չելավ չկպա մենք էլ ոչմ չեղանք մորմաշ հարգելի երևանցիներ ես նորից եմ ասում եւ նախկինները եւ ներկաները ապացուցել են իրենց վարքագծով իրենց գործնեությամբ ես հələ չեմ խոսում ամբողջ հանրապետության մասին ես խոսում եմ կոնկրետ Երևանի մասով որ սրանք լյարդի ծծանի նման այտենց միկրոբ բանկ պարազիտ կա լյարդի ծծանի նման ծծել են Երևանը քամել են ոնց կարացել են ծառներով բնությամբ հանքով չգիտեմ ապօրինի շենք շինություն կապիտալ բենզալացակայան եւ այլն ու նաեւ մեզ ինչ որ մի հատ չինովնիկ 10 20 30 հատ բան բնակարան ունի ես նորից եմ կրկնում ինձ համար Երևանը սուրբ է ոչ միայն Երևանը այլ ամբողջ Հայաստանը բայց Երևանը առավել ևս մայրաքաղաքը պիտի ձերբազատվի հանքերից աղբերից այդ բենզա ու գազա լցակայաններից այս ճարտարապետական բոզի տղությունը եթե կարելի է այդպես անվանել ոնց նայում ես ամեն մեկը միտեղից մի հատ բան ոչ դուրս ատավ դրել է եւ այլն քաղաքին ինձ ցանկացել են այլանդակել են հիմա էլ գնացել կապել են գազանանոցին ես չեմ կարողանում պատկերացնել ոնց է այս ամենը հանդուրժում երևանցին եւ ես քանից հետո երևանցին պիտի գնա ընտրատեղամաս եւ ձայն տա Ավինյանին կամ ավինյանական բոզի տղեկի հա լավ նոժելի դուք եք այդտեղ ապրում ես այդտեղ չեմ ապրում դուք եք այդտեղ ապրում դուք ձեր առողջության ձեր ծնողների ձեր երեխաների ձեր կանանց ձեր ամուսինների առողջության մասին չեք մտածում ծառ չթողին բնություն չթողին ֆաունա ֆլորա չթողին ոչ մի բան չթողին ու այսօր հելել այն գեր Հայկ Մարությանը ներկա քաղաքապետին է գրլում Հայկ Ավինյանին ուզում ասի I am opposition լավ էլի եղել է քաղաքապետի չարիր հարց 30 ապօրինի բենզալացակայան որն ես քանդել ինչի չես քանդել Այսօր այսքանը ես շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ տեղեկացնում եմ որ հանրային ձայնի երկուշաբթի օրվա հաղորդումը եթեր չի հեռարձակվի տեխնիկական պատճառներով կապված որոշակի աշխատանքների հետ մենք ձեզ հետ կհանդիպենք երեքշաբթի օրը շնորհակալություն հաջողություն փորձենք անջատել ըստ հերթականության